Պարոն Արստամյան, ձեր գնահատականը սպասումները արդարացան։ Դե ինչ ասեմ, շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի է, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսքում էիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էի։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպիսի բան մտքովս չի անցել, որ կարդարացնի։ Ինչ էիք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փոշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա էր իմ կողմից։ Ես այնım տանը մայրիկիս ծնունդն արել, ես էլ հեռաստացույցով նայում, տեսեմ ինքը հեծանիվիցի ջնում է, ինչ խաշլամայ ավտո, ինչ այս այդ կանալը փոխի, դուրս եկա բալկոնու տեսա կաղում, ստում ես ինքն է, ժայնացի, ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել, կարտոշկան չշարեցի, խնձորու մոտիկա խնձոր Եղով, Մերսի։ շնորհակալություն, պարոն Արստամյան։ Ուրեմն սպասելի է ձեզ համար։ Ճիշտն ասած չէ։ Չեմ կարող ասել։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ, չհասկացա, բենքիս փաստաբանը ասեցի բաները ինձ բացատրի։ Չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անա ինքը ես չեմ ուզում մարդի հետևից զրույցան։ Եթե ինքը զրույցն անելի, ես ուրանից մի երկու բառ զրույցում եմ, սուդավստում կանեմ։ Կասեք մեզ, օրինակ սուդավստում ինչ կանը, ինչ զրույց կանեք։ Ինչ կանե, կասեի, որ հրաժարական տուր գնայց ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիների։ Ինքը չի գցել ես օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք ընկել։ Առաջին մեղավորը ինքն է։ Դրա համար ես իրան հարգում չեմ։ Նույնակ։ Իրան են ԿՊ իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկնով էր, ես դաժե Հայաստան ցույցեցի Երևան ասում եմ վեր այդ մարդը դրա հարկավերա անցանին վեր այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն։ Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլագնում։ 8 հոգի, 3 սենյականոց։ Վարձո։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատող։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեր բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եք։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին է ասիմ, մի քիչ աննորմալ ալի։ Մինակ ես չում, ասի արցախցիներն է ողել մեծ մասը աննորմալ ալի։ Գիշերն են չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Չենք, միջան հիմա չենք կարում հարմարվենք։ Գիտեմ։ Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուն էր, սեփական, բնակարան։ Չէ, բնակարան է, 3 սենյականով բնակարան է։
Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկասակ թորնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էիք գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Դե հետագա քայլերը նա, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, հենորին երկու գյուղացի ասում է, հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց պախոխիկ սովածը մնան, միրք ընծախում ինչ են անում, ասում է, չես տեսնում մեզ հետ ոնց է վերաբերում, հարկավոր է դուրս եկած միտինգի, միասին համախմբված, գնում ես պարկը, ես մեզ տեսնում, նստած բան են խաղում, բլոտ են խաղում, ինչ են անում, այն բլոտի վաղ չի է սորվայրան, հարինիք թողալ են դուրս եկալ, այս վիճակում հարկար այն միտինգ կեցած, միտինգը համախմբված, այս կառավարության խումբին հեռացրած է, հատե դիմի բային։ Պարոն Արստամյան, եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտ ասած, այն ինչի ես արալում, ես սրտումս ինչ է մին քանի բան է եղել, մեկը դուրս է եկալ, հանգստացավ, բայց եթե ես երկրորդ անգամ դեպայն մի ներկու լավ բար կասեմ իրան, սուդավորություն մի ներկու լավ բան կասեմ իրան,